Ողջույն բարեկամներ, այսօրվա նորությունները շատ են, հիմնականը դրական տրամադրության տակ, այնպես որ ակնկալում եմ ձեր աջակցությունը տարածել, սեղմել լայքի կոճակը եւ անպայման խոստացեք, որ դիտելու եք մինչեւ վերջ։ Եթե դուք հիշում եք, ընդամենը մի 3-4 օր առաջ էր, որ հրապարակվեց մի հարցախույզ, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանի նկատել էին 24%, հա, եւ ես չարարեցի ընդամենը այդ հարցախույզ արած այդ ARI-ի անունը հավաքեցի Google-ում, հարցրեցի ով է, ինչ է եւ այլն եւ գտա այդ կազմակերպությունը, ով է նախագահ, երբ է ստեղծվել, որտեղ է գրանցված եւ ինչով է ինքը հայտնի։ Եվ ես նկատեցի, որ սա ընդամենը հետամնաց բանանային երկրներում պետությունների պատվերներով, տեղի իշխանությունների պատվերներով իրականացնում հարցախույզներ, տեղի բռնապետներին ինչ որ տոկոսներ տալու եւ դրա դիմաց անշուշտ ինչ որ բան ունենալու համար։ Եվ այսօր օկտատերներից մեկը Արամ Գուրազյան գտել էր մի նկար, որտեղ գտել է դեկտեմբեր ամսին, ընդամենը մի քանի ամիս առաջ Ճիվարի Ջեյմս Ժպիտը fake այդ կազմակերպության տնօրենի հետ, որտեղ է տնօրենը իր լիակատար աջակցությունն է հայտնում Փաշինյան Նիկոլին։ Երևի ստեղել իրանք պայմանավորվել են, որ աջակցությունից բացի նաև դու հիմնավորիր դա թվերով։ Խնդրեմ, puzzle-ը գալիս հավաքվում է եւ մեզ բան չի մնում անել, քան տապանականը դնել այս արդյունքների վրա ու անցնել առաջ։ Քանի որ ես միշտ պնդել եմ, որ ոչ մի էսկազքի հետազոտություն ամենալուրջ նույնիսկ հետազոտությունները չեն կարող ունենալ 1000-1500-ից ավել մասնակից, ամեն դեպքում ես որոշեցի նորից դնեմ Արցախույս իմեջում, որտեղ ունենք 24 ժամվա մեջ 14000 մասնակից, այսինքն 10 անգամ ավել։ Եվ բացի Նիկոլ Փաշինյանից կային այնտեղ այսօրվա հավանական շատ պոտենցիալ ձայն հավաքողներից 3-ը։ Վաղը կլինեն այլ 3 Փաշինյան Նիկոլի հետ վստահաբար, բայց այսօր ունենք Սամվել Կարապետյանին, Վարդան Ղուկասյանին եւ Գուրգեն Սիմոնյանին համատաբար համատելով Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվ այսպես 14000 քվեարկողների տված արդյունքում Նիկոլ Փաշինյանը ել եկավ կանեց իր 10%-ի վրա։ Վերջ սա է իր մաքսիմում։ Սա է։ Երեք մենք ունեինք 1500 մասնակից, երբ որ ես ավարտում էի հաղորդումը, եւ Նիկոլ Փաշինյանը կարծեմ ուներ 9%, լավ։ Ավելացավ եւս 12500 հոգի մասնակից, բայց Նիկոլ Փաշինյանը 9-10-ից ավել չի գնում։ Չի կարող գնալ։ Եթե հանենք Սամվել Կարապետյանին այս ցուցակի մեջից, ես կարծում եմ ինքը կարող է դառնալ միջև 15։ Ինչի՞, ես միշտ ասել եմ։ Սամվել Կարապետյանի ձայների մի մասը դա այն մասն է, որի համար միևնույն է ով է իշխանություն։ Դրանք իշխանությունների կոռուպցիան սխեմաներին ցենց իրենց բոլոր չանչերով կպած մարդիկ են, որոնք սնվում են այդ համակարգով, անգիր գիտեն այդ համակարգը, ղեկավարում են համակարգը, մի խոսքով իրանց համար մեկը, ով է այնտեղ նստած, Հայաստանի ճակատագիրը ինչ է լինում եւ այլն եւ այլն։ Այդ 5%-ը սենց տատանվում է, գնում գալիս է այս կողմեն կողմ։ Բայց եթե դնում ես Սամվել Կարապետյանը, Նիկոլ Փաշինյանը մնում է ուղղակի մենակ իր ֆեյքերի եւ թուրքական ձայների հույսին։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը դադարի լինել վարչապետ, այլ լինի մնացածի նման։ Տեխնացու, ոչ թե վարչապետ։ Նիկոլ Փաշինյանի ձայները կիջնի մինչև 0.1%։ Ես երաշխավորում եմ։ Այն էլ ինչի 0.1%, որովհետեւ YouTube-ը դրանից ցածր թիվ չի տալիս։ Այնպես որ այս 10%-ներ դա հայկատուների հաշվին սնվող ֆեյքերի բանակն է, որ ես միշտ ասել եմ, Հայաստանում կա միջև 1500 հոգի ֆեյք։ Հենց այս 1400 հոգին, որ իրեն ապահովել են այս 10%-ը, հենց դրանք են։ Եթե այդ 10%-ը հանես այդ ֆեյքերի բանակը 1500 հոգու, տակը ոչինչ չի մնում։ Դրա համար ես ասում վստահաբար Նիկոլի ձայների քանակը 10% է այսօր։ Իր ֆեյքերի ակտիվ մասնակցության շնորհիվ։ Այն էլ ոչ թե առանց ֆեյքերի։ Առանց ֆեյքերի որն է, ընդհանրապես տակաբան չի մնա։ Իսկ դա հետաքրքիր է որն է, որ այդ ֆեյքերը իրական ընտրությունների վախը չեն մասնակցում, չեն մասնակցում, այսինքն 1400 ձայն կարելի է կեղծել։ Այո, կարելի է կեղծել, էլի ձգել հասնել 10%-ի, բայց ոչ ավել, որովհետև իրական ձայները սրա շատ ավելի քիչ է։ Դե ասում եմ, հանում ենք ֆեյքերի,
տակը բան չի մնում։ Իսկ հիմա գնանք տեսնենք ինչա կատարվում այսօր կատարվել արդեն այսօր Հայաստանում եւ լցենք այս լացելու պատմությունը։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն այսօր օրվա սկզբին տարածած հայտարարությամբ պնդեց, թե հետախուզական տվյալներ է ստացել, որ այլ երկրում հատուկ ծառայությունների անունից ինչ-որ անձինք Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրում։ Լավ է, չէ։ Ձևակերպումը արդեն լրիվ նիկոլական է, էլի։ Ինչ որ մարդիկ հատուկ ծառայությունների անունից, ասեն գալիս են, ասում են, գիտես ինչ, ես Մոսադի ագենտ եմ։ Դու ես մի բանը պետք է անես։ Հիմա երևի մարմիններում ԱԱԾ-ում, թեկուզ ներքին գործերում ինչքան աշխատող կա, երևի sense ստաց դեմքին է նայում, ասում է լավ, իսկան ապուշ կարելի է լինել։ Իհարկե, այս արտաքին հետախուզության պետը ոսես նշանակած է, այս բունթը իր ապարագայում լրիվ հնարավոր է տեսնեք կազմել։ Մանավանդ որ դա կազմում է Նիկոլի համար, որը լրիվ իրանից ապուշ է։ Ասելա գիտես ինչ, գալիս են հատուկ ասենք ռազմավարքի անունից ներկայանում են, ասում են ես ռազմավարիչ եմ։ Բա պատկերացնում այնը սիրով հավատում է։ Իհարկե դες բան եղել է, էլի։ Որպեսզի վերջիններս հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ֆինանսական եւ կազմակերպչական բնույթի հարցերով աջակցեն որոշ քաղաքական ուժերի։ Ես էլ ասեցի ես պատերազմի հետ է կապված, Հայաստանի արտաքին հետախուզությունը տվյալներ ունի, որ գալիս են երևի ինֆորմացիա են հավաքում։ Դուք պատկերացնում եք տարածաշրջանում այսօր աշխարհի վերաձևումն է գնում առանց չափազանցության ու այդ վերաձևումը process-ի մեջ է։ Ու մեկ էլ Հայաստանի արտաքին գործերի հետախուզությունը գալի ասում է գիտես ինչ Նիկոլ թքած արա դու չես պատկերացնի թքած այս աշխարհի վերաձևման վրա այ Հայաստանի ընտրությունները այ այդտեղ է որոշվում աշխարհի ապագան Նիկոլ դու մի կողմ Նետանյահու, Թրամփ, Իրան, բան, դրանք սա մի կողմ ով են այդ լակոտ դուկուտը որ քո ընտրվելու հետ համեմատենք, ասենք քո ընտրվելը դա տիեզերական միջոցառում է։ Էս մանր մուներ էս պատերազմները, բան, էս նավթի գնի թռնելը, ինչ որ ալյանսների կործանումը, գուցե երկրների կործանումը, հա, ասենք։ Դրանք ինչ են քո ընտրվելու կարևորության հետ համեմատած։ Ֆանտաստիկ է։ Լավ բան է, էլի արտաքին հետախուզություն ունենալը ինչ խոսք։ Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայ ազգի եւ Հայաստանի քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ, վերջիններիս մղելով Հայաստան։ Այսինքն էլի մի վարքան Հայաստանի քաղաքացի են ու այդ երկրում տնտեսական գործունեություն են կազմակերպում, հա, այդ որտեղ։ Որ Ռուսաստանում։ Արա, Ռուսաստանի հաստաղիքից վախենում եք գլուխները թանեք։ Ամերիկայում։ Այդ որ Հայաստանի քաղաքացիներն Ամերիկայում ունես մի բիզնես իրականացնում, բացի ձեր պլանի պլանտացիաների մեծումները։ Այն էլ դուք եք այդ պլանի պլանտացիաների տեղերը։ Այդ որտեղ է մի բիզնես պրոյեկտ իրականացում, որտեղ հատուկ ծառայություններ են գալիս են ասում նրա ճիշտ է մեր երկրները այսօր պատերազմի մեջ են օրական 1 միլիարդ դոլար ծախսում են պատերազմի վրա, բայց դա հեչ Նիկոլին ընտրելը շատ ավելի կարևոր է։ Գնացեք ու ինչ որ ընդդիմադիր տեխնացուների վրա փող ծախսեք։ Ֆանտաստիկ։ Սենց ապուշություն կարանի փաստած մենակ Նիկոլ։ Տանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական եւ կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով։ Այս տեղեկությունը նախընտրելով տարածել պետական Armenpress-ի միջոցով արտաքին հետախուզական ծառայությունը սակայն այդպես էլ չի տվել մի շարք գլխավոր հարցերի պատասխաններ, որ երկրում են Հայաստանի քաղաքացիներին ճնշում հատուկ ծառայությունների անունից։ Հայաստանյան քաղաքական որ ուժերին պետք է այդ երկրում գտնվող Հայաստանի քաղաքացիները աջակցեն ֆինանսապես եւ ոչ միայն։ Եվ ամենակարևորը։ Ինչի եք այդ մասին մեզ ասում։ Որ ինչ։ Հասեք փրկեք Նիկոլին,
Մոսադը ուզում է Նիկոլին ուտի ու չի կարողանում, պետքա գնա ինչ որ մեկին Ամերիկայում ճնշի, հա։ Հասեք փրկեք Նիկոլին, այնտեղ ռասվետկեքը խառնված են Նիկոլի ընտրվելու մեջ։ Դե անշուշտ կարող է լինել լրիվ կատարյալ դեբիլներ, որի վրա սա տպավորություն թողի, դրանց ուրիշ բառով չես ասի։ Հա, կանտես, չի ասեք իրանց ինչ ասում ես։ Լուրջ հավատում են։ Ասեք այն կարգի վրա ասես Պելեն 1000 հատ գոլ ա խփե, իրան կհավատան, որ չէ դեռ հարցնի, կհավատան դա եղել է մի խաղի ընթացքում, այսպես։ Դա որ դու ասում ես ուրեմն եղել է, էլի որ իրան չես խփում։ Մանավանդ եթե ասենք դա Նիկոլա ասի, դե կա չէ դες կատեգորիա։ Երևի դրանց վրա տպավորություն թողի, բայց այդ քեզ այդ 0.1%-ը ի՞նչ ա տալու Փաշինյանի։ Պատասխան մնացած այս հարցերի ֆոնին ժամեր անց ոստիկանությունը տեղեկացրեց, որ արդեն իսկ ստուգողական գործողություններ է իրականացրել արտաքին հետախուզական ծառայության տեղեկատվության հիման վրա եւ առերևույթ հանցանքի մասին հաղորդումը ուղարկել քննչական կոմիտե։ Թե կոնկրետ երբ է ոստիկանությունը արել այդ ստուգողական գործողությունները, այսօր մի քանի ժամվա ընթացքում, թե ավելի վաղ ներքին գործերի նախարարությունից չեն մանրամասնում։ Ոստիկանության Ինչ մանրամասնել, իրանք էլ չգիտեն, եթե դրսում, պատկերացնեք, դրսում։ Ռուսաստանում կամ Ամերիկայում չեմ Զիմբաբվեում մեկի մոտեցել մի բան են ասել կամ հարցրել։ Հայաստանում ոստիկանությունը ինչ բնան։ Այն էլ Հայաստանի ոստիկանությունը։ Այլ դրանց մարդ տվեք փողոցում ծեծի։ Ինք ուրիշ բանի ունակ չի։ Նույնիսկ ԱԱՑ չի զբաղվում դրանով։ ԱԱՑ, որտեղ նա հələ ով է կապի դուրս եկե։ Էլ ինչ են խոստացել ռազվետկեքին, հա, եթե դες կապ կա։ Ոստիկանություն։ Այն որ դուք ապուշ էիք, ես դա երբեք չեմ էլ կասկածել, դուք ապուշ չեք, դուք կատարյալ ապուշ եք, դա մի քիչ տարբեր բան է։ Էս սա ես չէի սպասում օրինակ, էլի էս աստիճանը։ Դուք օրեկան գերազանցում եք ձեզ։ Կարճ հաղորդագրության մեջ միայն նշվում է ընտրողներին նյութական կամ այլ կախվածության միջոցով ընտրությանը հարկադրելու մասին, բայց կրկին անհայտ է մնում, թե այդ առերևույթ հանցանքը որ երկրում է տեղի ունեցել։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության իրականացրած ստուգողական գործողությունների արդյունքում նյութապես շահագրգռելու եղանակով անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու եւ նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով ընտրությանը մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումը փոխանցվել է քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից այսօր Ազատությանը փոխանցեցին, որ ոստիկանության հաղորդումը ստացել են, այն ուսումնասիրման փուլում է, այլ հարցերի հրաժարվեցին պատասխանել։ Փոխարենը արտաքին հետախուզական ծառայության այս տեղեկատվությանը շտապել է արձագանքել իշխող քաղաքացիական պայմանագրի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, հորդորելով հանրությանը գուշակել, թե այդ որ երկրում են հայ գործարարներին ճնշում, որպեսզի նրանք աջակցեն ինչ-որ քաղաքական ուժի։ Քիչ առաջ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ հետախուզական տվյալներ է ստացել, որ օտար երկրներից մեկում փորձեք գուշակել իհարկե որ երկրում մարդիկ գնում են Արաբազ դուք ինչ միաբջիջ եք։ Արաբազ դուք ինչ ապուշ եք արա։ Ուֆ։ Արես չխանձած խոզին թվում է իրան լսող կա։ Այս սա լուրջ, սրանք որ հայրի մեջ նայում են, մտածում են, իրենց կյանքով հետաքրքրվող կա, իրենց վստահող կա, գուշակեք որ երկիրն է, Ռուսաստանն է։ Եթե դուք ուզում եք Ռուսաստանի ազդեցությունը ձեր վրա պակասի, հակեք ռուսական ալիքները Հայաստանում, դուրս եկեք հապկից, ամբողջ ռուսական ագենտուրան դուք եք, ձեր Մեհեր Գրիգորյանից սկսած, ձեր վարչապետն էլ գլուխը Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հաստատիկից չի հանում նույնիսկ սեփական դեմքը հայլու մեջ նայելու համար։ Երևի Վիտալի Բալասանյանի բանն հայտարարությունն է խաղարկվում։ Արա, բայց խաղարկեք մի քիչ որակով էլի։ Մի քիչ իմաստավորված էլի։ Լավ, դուք այսքան միաբջիջ եք։ Մցեք գդողի ծոցը։ Սա նայեք։ Եվ այսպես բախտը չբերես Նիկոլ Փաշինյանին։ Եվրոպական քրիստոնեության կրոնների ազատությունների հետ կապված հանձնաժողովը անդրադարձել է
Փաշինյանի հարցակումներին հայ-առաքելական եկեղեցու այնուամենայնիվ Եվրոպա մոնուսումա ոնց որ կենթանության նշումներ ցույց տա, որ ինքը դեռ լիակատար մեռած չի։ Այո, ծանր վիճակը հիվանդի, այո, ինքը խնդիրներ ունի, այո, մի կողմից Նետանյահու, մի կողմից Թրամփ, հա, իհարկե խնդիրներ կան։ Բայց դե գործեր կա, որ հետաքրքրում չի պահանջում, էլի։ Հա, Փաշինյան Նիկոլ, քո գործողությունները ձևակերպվում է որպես հարցակում հայ առաքելական եկեղեցու դեմ։ Այլ բառերով ասած, դու միջազգային ստանդարտներով հանցագործ ես։ Հանցագործ։ Որովհետև կրոնի ազատությունը, հավատամքի, դավանանքի, խոսքի, դա ոչ թե օրենքի մի մաս է, իսկ դա իրավունք է։ Իրավունք։ Ու ոչ մի ճիվաղ, ոչ մի վարչապետ, ոչ մի նախագահ իրավունք չունի ոտնձգություն իրականացնելու։ Իսկ եթե նրա գործողությունները կոչվում է հարցակում, որը իդեալական ձևակերպում է, նշանակում է այդ բառից այն կողմ արդեն հնչում է մեղադրանքը, այս արդեն մեղադրանքը հնչում է։ Բառը ես չեմ զարմանա, եթե այս հարցը մտնի եվրոպական հանձնաժողովներից մեկում կրոնի հարցերով եւ պահանջեն Փաշինյան Նիկոլին ճանաչել հանցագործ այս առումով։ Ասենք ոնց Նետանյահուին ճանաչեցին։ Ոնց ոչ մեկ չէր դիմել դրա համար։ Հա, ոչ մեկ չէր դիմել։ Իրանք վերցեցին գործողությունները նայեցին, ասեցին սա ռազմական հանցագործ է։ Վերջ։ Վաղը ես ակնկալում եմ նույն բանը լինելու է նաեւ Թրամփին։ Մանավանդ որ դրա պահանջը ներկայացրել է Իրանը։ Իրան այսօր ունես մեր պահանջները ներկայացրել։ Ես դա մասին առանձին խոսա։ Միջև դրան հասնելը, ասում, այս ձևակերպումից միջև Նիկոլ Փաշինյանին հանցագործ ճանաչելը մեղադրյալ այս գործողությունն է, որը համարվում է լուրջ հանցագործություն։ Ընդհանրապես մեկ քայլ է։ Ես կսպասեմ այդ քայլի իրականացմանը։ Հիշում եք այս Մարթանմանին, որ մտածում էր, քանի որ խեղճ ադրբեջանցիները չեն կարողանում գնալ Նախիջևանից Ադրբեջան, ստիպված երկար ճանապարհ են անում, գնում են բանը Ղարսից պիտի թռնեն Ադրբեջան։ Իսկական ժամանակն է, որ Փաշինյանը մարդասիրական միջանցք բացի։ Չհասցրեց այս Նիկոլը։ Չհասցրեց էլ ուղղակի, որովհետև իրան ասես դու խնդրեմ չունես, արի գնա իմ տարածքով։ Բացեց։ Ինչպիսի կորուստ ձեր համար, բայց ասեմ, խոսքը արդեն ասված է, ձեր հետ կապված, այս գործողությունների կապված, ձեր ուղված քֆուրի ամպերը լեգիտիմ օթում կախված, այսինքն դուք չհասցրեցիք իրականացնել հանցագործությունը, բայց հայտնեցիք ցանկություն հանցագործության մասին, ու դրա հետ կապված մարդկանց լավագույն բարեմաղթանքները, ասեմ, սենց օթում դարակներում կանգնած է։ Որ դուք չհասցրեցիք անել, դա չի նշանակում, որ դուք դա չեք։ Սա որպեսզի իմանանք։ Իրանը բացել է։ Իրանք չհասցրեցին։ Դե Դավիթ Խուդատյանը մեծ ոգևորությամբ Բայրակտարի հետ ձեռքի բռնած, ես պատկերացնում եմ այս թուրք է, բայց թուրք է, բայց կրթություն ստացած, ինչ որ գործունեություն է ծավալում, հա։ Պատկերացնում եմ զզվանքով ասա ձեռքը բռնել։ Մի խոսքով խոսում է նրա մասին, որ իրանք որ խոսացել էին ժամանակին հունիսին, հա, համատեղ էներգետիկ պրոյեկտներ անելու համար, դա ուժի մեջ է։ Հա, մնում է քննարկեն տեխնիկական մանրամասները ոնց են Հայաստանը ընդգրկում թուրքական էներգետիկ համակարգի մեջ։ Ժողովուրդ, ես ուզում եմ ասել, որ ամեն ինչ պատրաստված է բոլոր ոլորտներում, սահմանադրական, էներգետիկ, ռազմական բանակի հետ կապված նաև, տնտեսական, ամեն ինչ պատրաստ է Հայաստանը Թուրքիայի տակ դնելու համար։ Ոչ մի պակաս տեղ չի մնացել։ Իրանք վստահ են, որ միջև ընտրություններ դա կանեն։ Հիմա դրա իրականացնելու եւ դի վրա թողելու հարցը մեզանից է կախված։ Մեզանից ոչ թե 10%-ից է, այդ 10%-ից կախված կլինի, եթե մնացած 90%-ը մասնակից չլինեն սրանց հուղարկավորությանը։ Այո, սրանց պետք է հուղարկավորեն։ Ողջ։
Նաև փոխաբանական իմաստով։ Նայ։ Հիմա իրանք կարող են Հայաստանը ուղղակի ջնջել քարտեզի վրայից, թե ոչ, դա ուղղակի կախված է մեր ակտիվությունից, որտեղ ամեն ինչ նախապատրաստված է էներգետիկան տալ լրիվ կախվածության մեջ։ Սահմանադրորեն քանդել Հայաստանը, դու էլ պահանջատես չես, սահմաններ չունես, ոչ մի բան չունես դու էլ։ Այսքան մի հատ փոքրիկ կետ ես, որտեղ դու ստիպված պետք է խնդրես, որ ինչու մի մեկի կազմի մեջ մտնես ամենայն հավանականությամբ Թուրքիա է։ Նույնիսկ էական էլ չի որտեղ։ Դու կորսում ես քո ֆուլ պետականությունը, դու կախվածության մեջ ես, օրինակ ինչ եք պատկերացնում, եթե դու էներգետիկ կախվածության մեջ ես Թուրքիայի հետ։ Քեզ կմցնե Ռուսաստանի կազմի մեջ։ Ոչ։ Քո էներգետիկան պատկանում է արդեն Թուրքիային։ Եվ Թուրքն է նստած որոշում, դու այսօր ձմռան այս օրերին տականաս թե չէ։ Ինտերնետ ունենաս թե չէ։ Քո փողոցներում լույս լինի թե չէ։ Քո կառավարությունը էքստրեմալ վիճակներում կապ ունենա թե չէ։ Այսինքն պատկերացնում եք ինչ է նշանակում Հայաստանի էներգետիկ համակարգը սրանց ձեռքը։ Ադրբեջանը, ասենք, հարցակվում է, կամ չեն հարցակվում, քայլերով գալիս է, ու ամբողջ Հայաստանը իրենք ռուբինիկուց անջատում են։ Դու չունես հեռախոս, դու չունես կապի միջոցներ, դու չունես լուսավորություն, դու ոչ մի բան չունես, նույնիսկ քո ժողովրդին տեղյակ պահես, ինչ է կատարվում։ Էլ չեմ ասում ինֆորմացիա տաս, ուր գնա, ինչ անի, քո, այսինքն տեսողությունը ցած փակում են, կապը հանում են, ու շատ բան չի մնում։ Ուտել մնում է հերթով, բնականան առ բնականան, թուրքերը դրները ծեծելով, իրենց գործանելով հասնել մինչև Երևան։ Երևանն էլ խցանումներ, սետաֆորներ չկան, մի խոսքով անտերություն, խոճապ։ Սա են պատրաստվում։ Նույնիսկ ասում, սրա իրականացման հարցը որոշում է հունիսի 7-ին։ Ովքեր աջակցում են Փաշինյան Նիկոլին, իդեմս են չխանձած խոձի, սրանց, հասկանում եք, սրանք հայ ազգի, Հայաստանի պետականության թշնամիներն են ուղղակի։ Թշնամու հետ մի հատ ձև կավարվելու, ժողով, մի հատ ձև։ Մնացած ձևերը կարելի է քննարկել առաջին անելուց հետո։ Այո, առաջինը իրականացնելուց հետո մնացած ձևերը կարելի է քննարկել, բայց առաջինը պարտադիրն է։ Դա մեկուսացնելն է, ուրիշ բան չհասկանաք։ Այո, մեկուսացնել բոլոր իմաստներով։ Բոլոր կստացվի։ Դե հիմա որ դիմադրում է, ինչ ավես։ Դա էլ ընդունելի։ Հակառակ դեպքում իրանք են մեզ մեկուսացնելու, այսպես։ Դլիթը սխմելու կոճակի վրա ու մենք գնում ենք որպես պետականություն։ Բայց քանի դեռ իշխանություն են, փողը ժամանակը ժամանակ, պետություն քանդել, հա։ Այդ ընթացքում ցավանը դա օրակարգի ամենակարևոր մասն է։ Պետք է հասկանալ մի բան, ժամանակը կարճ է, շատ բան ունեն հասնելու։ Եվ առողջապահության նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ հենց իրենցից, պետությունից։ Բավոնց։ Այս նախարարի մերը, գիտեք, պապենական իրանք բիզնեսմենները, պապենական, ինչպես նախկինում բոլորը, եւ ՀՀԿ-ները տենց, եւ ԲՀԿ-ները տենց, եւ ՀՅԴ-ները տենց, սրանք պապենականը բոլոր են եղել։ Առաջի անգամ չի, իրանք չեն չարաշահում իշխանությունը։ Դες ու իմացեք, պետություն քանդել, բայց թալանը դա սուրբ գործ է, սուրբ։ Հիշում եք, չէ՞, հрьяաների Աստվածը, սուրբ կովը, ոսկե հորտը։ Հավատացեք, սրանք դրանցից շատ բանով չեն տարբերվում։ Լրիվ նույնն են։ Ու այդ սուրբ կովի դիմաց իրանք ամեն ինչ պատրաստ են տալ։ Ռուբեն Ռուբինյանի եւ Արման Երոյանի հայտարարությունը հակասում են իրար։ Դատախազությունն է ասում։ Հասկանաք, սրանք որ համակարգված չի սրանց սուտը, քանի որ սրանց մոտ ոչ մի բան համակարգված չի, բացի պետությունը քանդելը։ Իրանք երբեմն հայտնում են իրավիճակում, որ նույնիսկ դատախազությունը չի կարող սրանց հանցանքները ծածկի։ Եվ այսպես, ինչու՞ է բանը։ Օրեր առաջ Թուրքի Ռուբինյանը անդրադառնալով ապօրինի ծագման ունեցող բռնագազված գույքի գործընթացներին, փաստորեն ասել է, որ պետությանը վերադարձվել է 15 միլիոն
դոլար։ Բա։ Իսկ կողքից Արման Եղոյանն ասել է, չէ, ինչ ես խոսում։ Միշտ 15 միլիոն։ 500 միլիոն դոլար բանալ է։ Էս 500 միլիոն, 500 միլիոն, 5 միլիարդ դոլար, դա քիչ է, ումից է այսքան փող վերցել։ Մարդիկ հետքը վերցել է, էս սրա հայտարարության վրա էլ հարցում ա ուղարկել դատախազություն։ Դատախազությունն էլ մանրամասն գրել է, ումից որքան ա եղել, ընդ որում 20 թվականից է, 20 թվականից հասկաց, քսել բռնել է մի խոսքով համախառն պարզվել է 20 թվականից էսկոմ ընդամենը թիվը, հեսա կարծեմ, գալիս է 14 միլիոն, հա, 14 միլիոն 464 հազար ամենադժվար, վերջ, 5 միլիարդ 450 միլիոն, որի դոլարային էկվիվալենտը 14 միլիոն դոլար է, ոչ թե 500 միլիոն դոլար, դեպի մատ դրեք 14 միլիոն դոլարը 500 միլիոն դոլարի կողքը եւ կտեսնեք սուտի աստիճանը, այսինքն սան ստի աստիճանը էկվիվալենտը գալիս է մոտարապես 16 անգամ, 16 անգամ, այսինքն իրական գործընթացի, իրական ձայների։ Դե հիմա եթե սենց հաշվենք, Նիկոլ Փաշինյանի ակնկալած 65%-ը որ իրենք պետք է ստանան, բաժանում ենք 16-ի, դառնում է 1-3% էլի, 4%։ Սա է իրական։ Ինչ ասում են 16 անգամ սուտ է, 16 անգամ չափազանցած է։ Ինչ ասում են։ Այս օրինակի վրա կարելի է եզրակացություն անել։ Your new Floor & Decor. Եթե հիշում եք, օրեր առաջ Արման Թաթոյանը ներկայացրեց քարտեզի վրա Հայաստանի տարածքից թաքուն գաղտնի ժողովրդից Ադրբեջանին տարածքներ տալու մասին ինֆորմացիա։ Դե քանի օր է այն վախեցած մկան աշկերով Պապիկյան Սուրեն կա։ Լսի, դրա աշկերին որ նայում ես, ինչ ասեմ, դա նույնիսկ հացի չի կարելի ուղարկել, որտեղ կարող է ճանապարհին այդ, չգիտեմ, հիմա ինչքան է Հայաստանում 200 կամ 300 դրամ հացը, հա։ Նույնիսկ այդ 200 դրամ կոստանալու վախը աշկերի մեջ է երևում, կարող է այդ վախից ինֆարկտ ստանա այդ հայվանը, բայց դա Հայաստանի պաշտպանության նախարարությունն է, նախարարն է, մի խոսքով, այդ վախեցած կապիկի աշկերով նախարարը քանի օր է փորձում է հերքի որտեղ բան չի եղել, մարդիկ ցուցակով, GPS քարտեզով, ամեն նկարներով ապացուցում են, նա փորձում է ապացուցի, որ չէ, բա չի կարող, չի կարելի, ոչ չի ասելու, այո, տվել ենք։ Հիմա այս տեսանյութը դրա մասին է։ Այսօր այստեղ գտնվելու համար, իսկ մեր այստեղի այցի պատճառը շատ պարզ է, հերթական խաբեությունն է, հերթական զիջումներն են, հերթական տարածքի զավթումներ են, որը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից եւ շատ հստակ փաստերով ես հիմա ձեզ կներկայացնեմ։ Խոսքը վերաբերվում է նրան, որ օրեր առաջ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հրատապ մամուլի ասուլիս հրավիրեց եւ այնտեղ ներկայացրեց, որ Ադրբեջանը իրականացրել է ներխուժումներ, հերթական անգամ ներխուժումներ է իրականացրել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, թղթերն են, որոնք ես պատրաստվում եմ հանձնել Պաշտպանության նախարարություն, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից պատասխան պահանջելով, թե ինչու են նրան հերթական անգամ խաբել, ստել մեր հասարակությանը, չեն ասել, որ Ադրբեջանը ներխուժում է իրականացրել, մասնավորապես Վարդենիսի տարածաշրջանի Մի բան ասեմ, էլի, չէ, Ադրբեջանը ներխուժում չի իրականացվել, չի իրականացել, այդ տարածքները հանձնվել են։ Ներխուժումը լինում է կռվով, կրակոցով, ճիշտ ձևակերպեք։ Մենք կռիվ կրակոց չենք ունեցել, մենք այդպես ինֆորմացիա չունենք, ու դա հնարավոր չէ թաքուն պահել։ Այդ դիրքերը տրվել են, տղեկ ջան, ճիշտ ձևակերպեք։ Որովհետև որ ասենք գրավել են, այն ասելյան կա, չէ՞ մի հատ Դե որ գլխավոր շտաբի պետն է, որ լրագրողին ասում է ուզում ես ջերմուկն ազատագրենք ավտոմատավերսա հետը սարի։ Թե չէ ոտես բան ասեք իրենք գրավել են, պետք է ասի դե մենք մի քիչ կսպասենք, մինչև իրենք սոված մնան ու տարածքից դուրս գան։ Սա իր պատասխանն է լինելու։ Մի ասեք գրավել են, չէ, իրենք նվիրել են այդ տարածքները, որովհետև ոչ մի մենք կոմպանի բան չունենք, փաստ չունենք, կռվի, որանք ուժով վերցել են տարածքը։ Դες բան չկա, ճիշտ ձևակերպ։ Հատվածում տեղի ունեցել դիրքային առաջխաղացումներ, ամրացրել են նրանք իրենց դիրքերը
Հեսա ես նկարները ձեզ շատ հստակ ցույց կտամ, որպեսզի մեր հայրենակիցների համար էլ բարձր նայեք։ Գեղարքունիքի մարզի սիրելի լրագրողներ, Վարդենիսի տարածաշրջանում տեղի է ունեցել ադրբեջանական դիրքերի շինարարություն։ Ընդ որում, եթե մենք նայում ենք արբանյակային լուսանկարներով, հուլիսի 2025 թվականի հուլիսի 31-ի դրությամբ այս դիրքերը չկային։ Այս դիրքերը սկսել են կառուցվել, տեղի է ունեցել ամրաշինական աշխատանքներ, որոնց արդյունքում ամբողջ Վարդենիսի տարածաշրջանը սոտկի հանքը նայեք, սա մեր հատվածն է եւ ադրբեջանական դիրքերի առաջխաղացումները։ Սոտկի հանքը ամբողջովին գտնվում է ադրբեջանական վերահսկողության եւ դիտարկման տակ, ինչպես նաեւ Կուտ գյուղը եւ Վարդենիսի տարածաշրջանի մնացած գյուղերը ամբողջովին գտնվում են Ադրբեջանի դիտարկման տակ, ճանապարհը, միջպետական ճանապարհը եւ այդ գյուղերից եւ միջպետական տանող ամբողջ այդ հատվածը եւս գտնվում է վերահսկողության տակ, ինչպես նաեւ մեր բոլոր նայեք, սիրելի հայրենակիցներ, նայեք, սիրելի լրագրողներ, նայեք ինչ է տեղի ունեցել։ Ադրբեջանցիները առաջ խաղացում են ունեցել, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում դիրքեր են կառուցել, ամրաշինական աշխատանքներ են տեղի ունեցել, ականանետային եւ այլ ռազմատեսակների խրամատներ են հորվել եւ այդ դիրքերից նրանք ամբողջովին վերահսկում են այդ տարածաշրջանը։ Սոտկի հանքը, գյուղերը, միջպետական ճանապարհը, թե ինչպես են գյուղերը կապվում միջպետական ճանապարհի հետ, ամբողջը վերահսկողության տակ է։ Ինչա պետք անել։ Կա կասկածող, որ սա արվել է Իգիտության Փաշինյան Նիկոլի։ Կազմակերպված է սա։ Չի կարող կասկած լինել։ Նրանք չեն կռվել, տանկերի կրակոցով չեն վերցրել, մարդկային զոհեր չկան, ոչ մի սուսմուս տվել են։ Ինչի համար է սա։ Երկու վերսիա է աշխատելու։ Եթե Փաշինյան Նիկոլը չի ընտրվում, Հայաստանը լրիվ շրջապատված ամենաբարձր դիրքերից Ադրբեջանի դիտման կետերով։ Լավագույն տեղերը, քանի սա վարչապետա, Սուրեն Պապիկյանի այն անառակից ծնունդի ձեռքով նաև տալիս է Ադրբեջանին, որ վառ Ադրբեջանը դժվարություն չունենա Հայաստանի վրա էֆեկտիվ հարձակում ունենալու համար։ Լսեք, ուժայիններ, ես սա ձեր համար եմ ասում։ Սա ես ձեր համար եմ ասում, որովհետև ցանկացած պարագայում իմացեք, արա հոտի նման ձեզ են քշելու այնտեղ։ Ձեզ են քշելու։ Ասեմ, թող մի հատ ձերի համար մի քանի հազար միլիցիա գնայի փր հողներ պաշտպանում։ Մեռնիկ ասենք դե հիմա չկարողացանք պահել երկիրը, Ալիևը գրավում է, արեք շուտ կապիտուլյացիա հայտարարենք, քանի տակը մի բան մնացել է։ Ասում եմ, ուժայիններ, առաջի մատաղը ձեզ են անելու, որտեղ դուք Ալիևին պետք չեք։ Հասկանում եք, դա լինելու է հարմար առիթ, ձեզ սպիսատ անելու, սենց հավաքել այդ եղբայրական գերեզմանը, լցել գնանք։ Որի ճիշտ ասած դուք արժանացել եք։ Այս ձեր նախաձեռնության։ Սա տարբերակ երկրորդն է։ Եթե սա չընտրվեց, չհանձնեց ամեն ինչը սահմանալուրեն, բան, իրանք նախապատրաստում են այս տարբերակը։ Թե հիմա դա երբ կլինի, ինչքան կսպասի Ալիևը, հարմար առիթի երբ կլինի Հայաստանի վրա հարձակվեն, դա ոչ մեկ չի կարա։ Ոչ մեկ չի կարա ասի դա մեկ օր հետո կլինի, մեկ ամիս հետո կլինի, մեկ տարի հետո կլինի, բայց որ իր դիրքերը ամենահարմարն է Հայաստանին ամենամեծ վնասները տալու համար, այսօր սրանք ապահովում են դա։ Քանի կան, սրանք ապահովում են։ Ուստի, ախր ես չգիտեմ նույնիսկ հարգելի ասեմ, թե չասեմ։ Քանի որ ձեզանից է կախված մեր բոլորի կյանքը։ Դուք պիտի մի բան անեք։ Դուք պիտի մի բան անեք։ Ոչ թե Նիկոլին ընտրեք, որ Նիկոլը տա առանց կրակոց։ Չէ, հիշեք, ադրբեջանցու Թուրքի ամենամեծ զենքը ոչ տանկն է, ոչ հրթիռն է, ոչ բայրակտարն է, դա դավաճան հայն է, որ նստած է իշխանության գլխին։ Երբ որ դավաճան հայ չկա, բանակում, քաղաքականության մեջ, իշխանության մեջ, ինքը անզոր է, ինքը իմպոտենտ է, այ հիմա ոնց որ նայեք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իսրայել, աշխարհի գերագույն հագեցված, ամենաուժեղ, ամենաարդիական երկու բանակներ ջարդու խուլ են դնում Իրանի դեմ։ Այո, Իրանը կրում է մեծ վնասներ։ Մեծ, մենք դա մասին խոսալու ենք հələ, բայց այդ երկու բանակը չեն կարողանում իրանց ուզածը անեն։ Իրանը կապիտուլացված չի ու չի լինելու։ Ասելիքս ի՞նչն է։ Երբ որ դու ներսում դավաճան չունես, դժվար է երկիր գրանելը։
Էն էլ եթե ժողովուրդ ուզում է դիմադրի։ Հարգելի ուժայիններ, ասացի ամեն դեպքում հարգելի։ Լավ, քանի ասել եմ, հարգելի ուժայիններ։ Դուք պետք է հասկանաք, որ առաջի այս հարցակման առաջի զոհը դուք եք լինելու։ Նիկոլը ձեզ ուղարկելու, որովհետև Ալիևն ատենց ուզե։ Իրան ոչ հայ ոստիկանապետ, ոչ հայ զինվորականապետ, ոչ հայ, ոչ մի ուժային, ինքն չլինի, ինչքան շատ մահանա, այնքան իր գործն է հետևանալու։ Հետագայում դուք պիտի կանխեք սա։ Նախ դուք պետք է պատրաստ լինեք ցանկացած անակնկալի։ Երկրորդը պետք է կանխեք, որովհետև սա հենց դրա մարզում։ Իսկ եթե իրան կարողացան Նիկոլին նշանակեն, այս նույն բանը լինելու է առանց կրակոցի։ Չէ, որ առանց կրակոցի ո՞րն է, էլի պիտի կրակոց լինի, չէ, որ ասենք ինքը գամտնի Հայաստան, բայց если արդեն կազմակերպված կրակոց է լինելու, այն աստիճան, որ 44 օրյաններ, քարորյաներ, բարձա, այս աստիճանի կազմակերպված է լինելու, որ ասել, դե հիմա իսկ ասեին դավաճան, եթե այսքան զոր չմեր։ Նույն բանները, մենք արդեն անցել ենք, մեր համար ոչ մի նույն բան նոր բան չկա։ Ամեն ինչ տեսել ենք, ամեն ինչ անցել ենք, ու ցավոք սրտի խելքներս գլուխս չեն քաղաքում։ Չենք հասկանում ինչ են նախապատրաստում մեր համար։ Կարծես թե երեկվա դասը անգիրանում ենք, գնում ենք, պատասխանում ենք, հաջորդ օրը մոռանում ենք։ Այն երեխեքի նման էլի։ Անկարջ։ Բա ինչ անի, հայվանը մեղավոր է, որ խնձորը առանց կտրել են դրել իր դեմը։ Արա կարող է դի խնձոր ուտելու համար չէր, այ հայվան։ Կարող է դի մոմից էր։ Ինչպես գրել է Կարեն Քոչարյանը, լավ է գրել։ Սրա դեմը չմաքրած բանան չդնեն։ Հանկարծ։ Հա, որովհետև ասենք, եթե որ մեծ են դնում, ապսի մեջ, դες վազայով, հա, մեծ ամանով, մտքամանով, բանանը մաքրած չեն դնում։ Սա դեմ բանանը չմաքրած չդնեք, դե չկասի, ինչ է, ես մեղավոր եմ, որ բանանը առանց մաքրած էին դրել։ Ու չի մոռացել Ալիևի սրտի Հայաստանը դոշին խփած գնա։ Ուր Եվրոպա։ Որտեղ ասի, որ Հայաստանը որոշել է անցնել միջուկային մոդուլային համակարգի։ Հա։ Ոնց որ առանձնապես դա Եվրոպային հետաքրքիր էր։ Եվրոպային ընդհանրապես դա հետաքրքիր չի, որտեղ Եվրոպան իր գլխացավանքն ունի։ Այդ ասպարեզում էներգիաների թանկացում, խնդիրներ, բայց ինքը գնացել է, որ ասի, տեսեք, ես ձեզ խոստացածը անում եմ։ Թրամփ եւ Էրդողան, ես հրաժարվում եմ ատոմակայանից, ես ձեր ասածն անում եմ եվրոպական ամենաբարձր ամբիոնից։ Նորից եմ կրկնում, անելու են, ամեն ինչ գրած պատրաստ է, սցենարը վաղուց պատրաստ է։ Իրանք հիմա դրա մասին խոսում են, որ հետո ոչ մեկ անակնկալի չկա։ Թե դա իրականանա թե չէ, կախված է մեզանից։ Հա, սա մասին արդեն ասեցի։ Իսկ միևնույն ժամանակ լսենք Ալիևին։ Əmin olmalıdır ki, Այս հինգշաբթի, երբ պատերազմի շունչը հասել էր ադրբեջանա-իրանական սահման, dəmir yumruğumuzu Ալիևը բռունցք էր ցույց տալիս Իրանին շեշտելով հայերի գլուխը ջարդել ենք երկաթե բռունցքով։ Սա խաղաղ Հայերի գլուխ ջարդել են, կոննեկտի ջարդել։ Չէ։ Իլհամ։ Ոչ հերդ, ոչ դու, ոչ պապերդ։ Դուք հայ գլուխ չեք ջարդել։ Չեք էլ կարող ջարդել։ Որովհետև հայի գլուխը ջարդելը դավաճան հայ։ Դուք ոչնչություն եք, անզոր եք, եղել, հիմա եք ու լինելու եք։ Միշտ։ Եթե դու չգտնեք մի հատ Փաշինյան Նիկոլ, որ ասենք ներսից դարպասները բացի։ Այո։ Նույնիսկ դուք հայի գլուխ չեք ջարդել։ Հունիսի 7-ին շատ չի մնացել։ Այ դա հենց հետո տեսնենք գլուխ ջարդելը որն է լինելու։ Ու քո գլուխը Ալիև հայ է չջարդել։ Հայ նայելով քո գլուխը ոնց են ջարդում։ Ոնց է դա լինելու։ Կասեմ էլի, ամեն ինչ միանգամից չեմ ասել։ Այ քո գլուխը ջարդելը ստացա։ Հայերով նստած նայենք, online, live, այսինքն,
Ոնց որ հիմա նայում ենք, ասենք Թել Ավիվի ռմբակոծությունն է։ Դե Սերժիկը հո չի թողելու մենակ Նիկոլին։ Վիտոն մի կողմից է օգնում, սրանք որոշել են, որ իրանք ամեն դեպքում քաղաքական դեմք են, երևի չգիտեմ ով ասենց խափել իրաց, ով էս հույսերը տվել, որ ինչ որ մեկը սպասում էր Արտակ Զաքարյանի խոսքին։ Արտակ Զաքարյան, քո խոսքին չէին սպասում նույնիսկ այն ժամանակ, երբ դուք իշխանություն էիք։ Կարող է չի, դες վրես նայում ես ինչ։ Քո խոսքին դուք չէին սպասող չկար, երբ որ դու նույնիսկ իշխանություն էիք։ Իսկ հիմա ասում եմ անհրաժեշտ է լայն համախմբում եւ փողոցային պայքար։ Ձեզանից անառակ դուք չունեք։ Դե Փաշինյան Նիկոլին չհաշված։ Փողոցային պայքարի մասին է խոսքը, խոսում մեկը, որ ամենաբարձր ամբիոնից լուրջ դեմքով դատապարտում էր փողոցային անկարգությունների ցանկացած դրսևորում, դրանք անվանելով պետության հիմքերը խարխալող միջոցառումներ, դրանք տերորիստներ էին մի խոսքով։ Այո, դուք ո՞նց կարող եք խոսալ փողոցային պայքարի մասին, այն լայն համախմբում։ Երբ որ դուք եք սարի թաղում մարդկանց վրա նռնակներ տողը։ Մոռացել եք դուք։ Ձեզանից լավ աջակցություն Նիկոլը երբևէ չի ունեցել։ Դուք ամենահավատարիմ ստրուկներն եք, որ ծառայում եք 24 ժամ շաբաթը 7 օր։ Ես կուզեի իմանալ։ Ես մի հատ այնց հարցում եմ մնել ինձ։ Ոնց որ թե։ Քանի օր ես սրանց հավատում։ Քանի օր։ Այսօր կմտածեմ այդ առումով։ Բայց իմացեք ձեր տեղը, էլի։ Եվ ամենադաժան բանն եմ ուզում ցույց տամ։ Նիկոլ, լսում ես Ալիևի հետ։ Հիմա լսեք ուշադիր։ Такие нации, как узбеки, азербайджанцы, это искусственно Они взращивались, так о чем речь? Они это искусственно созданные Сталином из этносов разных. Понимаешь? То есть они народы на самом из деле. этнических мозаик делали национальные общности. Конечно, потому что Азербайджан современный, понимаете, это было там, не знаю, Ленкоранское ханство, Карабахское ханство, Бакинское ханство, Кубинское ханство. Но они же уже не готовы вернуть. Գիտեք ով ասա, ամենահակահայ պրոպագանդիստը։ Բայց այն փուլն է, երբ որ ինքը չգիտեր դրա մասին։ Ինքը ամենա հրյա, բայց ոչ սիոնիստ, ատոմասիոնիստներին, հրյա խոսնակ։ Պատմություն գիտի բավականին լավ բան։ Ինքը դեռ պատվերներ չէ ստանում Թուրքիայից, Ադրբեջանից։ Լսեցի դա բան Ալիև եւ Փաշինյան Նիկոլ։ Լսեցիք, սա ինքը չի կարա հիմա ջինջի։ Իհարկե հիմա ուրիշ ձևա ներկայացնում ես ամեն ինչը, բայց սա հո չի կարա ջինջի։ Ինտերնետը դες դաժան մանա։ Այո, պահում է, բոլոր ինֆորմացիաները պահում է։ Հիմա տեղափոխվենք Փարիզ։ Նայենք սա։ Նայ։ Look at that. Look at that. There's something bad and evil inside each and every one of those people. I truly believe that. This is Hollywood and these elitists. There's something going on here. There's a there there. There's never any Christ or Christian thing going on. It's always this. This is Ներն ամենուրա ինքը չի խուսափում իր դեմքը ցույց տալու եւ ամենակարևորը գիտեք ինչին է ուզում հասնել, որ մարդկանց աչքը սովորի սրա, չէ՞ որ այս ամբողջ ընթացքում ես դրա վրա աշխատել են։ Իրանք եղել են բոլոր տեղերը, բոլոր օլիմպիադաների բացումն է եղել։ Հիմա էլ այս աղմուկից հետո որ բալը իր ամբողջ տեսքով դուրս է եկել, սրանք նույն ոճի մեջ, նույն թեմայի մեջ Փարիզում նորաձևության շաբաթ են իրականացնում։ Տեսած են զիբիլի կատուն գնացել, հա։ Չգիտեք որ այնտեղ ներկայացնող կա։ Լավ, բացաթողի երևի։ Կամ չեն հրավիրել։ Դե ամեն զիբիլի կատի չեն հրավիրել, չէ՞։ Ինչերոց Օպրա Ուինֆրին այնտեղ։ Ուինֆրիդը, Օպրա։ Դա։ Ով տեսել է, նկար տեսա, տիպիկ սատանա է դառել։ Okay։ Ինչ վրա։ Սա է Փարիզում այսօրվա օրակարգը եւ դրան հակառակ Փարիզում կա նաեւ այլ օրակարգ։ Սա էլ
Դե Փարիզյան բանի մեջ, ոճի մեջ Հենց Լուվրում Խոսքով Սա է հակա թույնն է ըստ Փարիզյան ոճը այսքանով է ինքը դանով է շատ հետաքրքիր իրանք օգտագործում են հնարավոր բոլոր ձևերը մարդկանց ուշադրությունը հրավիրելու համար այո կա դև եւ կա դրա մասին իմացողներ եւ դա դեմ յուրինակ ակցիաներ կատարողներ իրականացնողներ իսկ դրա առաջատարը ամեն դեպքում մնում է Իրանը քանի որ մենք շատ ուշադրություն չենք դարձրել սրանք երբանից են այսքան ակտիվ եղել մի ապահ տեսակ նայեք այս տեսակ How long do you think America has been under a spell like a real demonic spell over Ինչ է կարծում ինչքան ժամանակ է ամերիկյան այս սատանիստների ձեռքի տակ we know that we կառավարության took the money, the beast money system in 1913. But did you guys know that in 1933 at the World's Fair there was an event? Now, ChatGPT Celebrate 3,000 years of Jewish history and nationhood. 1933 թվականին Չիկագոյում աստորեն sense մեծ միջոցառում է եղել եւ որտեղ հрьяաները տոնել են իրենց 3000 ամյակը տեսեք քանի հազար It's July 3rd, 1933. 150,000 Jews 150,000 հрья Այն ժամանակ աստորեն ները ունեցել է 150,000 առնվազն որոնք մասնակցել են այս միջոցառմանը Չիկագոյում 150,000 ները հետևը Jews gather at Soldier Field in Chicago to celebrate 3,000 years of Jewish history and nationhood. By Ասեն սա իրանց պատմությունն է հрьяաների պատմությունն է սա 3000 տարվա պատմություն worshiping a fire-breathing statue of Moloch and Դրանք են մոլակ են ասում դրան էլի դրա փառաբանման feeding its children. Որտեղ այդ միջոցառման ժամանակ այդ կրակոտ այդ մոլակին այդ դևի բերանը երախան անանում ասում են որ դա բնական չի ինչ բայց այդ process-ն է իրանք զոհաբերում են այդ երախում իրենց 3000 ամյա պատմությունն է սա Chicago 1933 թիվ Հենց այդ ժամանակ էր որ կնքվեց պայմանագիր Հիտլերի հետ հենց Մոսադի կողմից Իսրայել չկար, բայց Մոսադ կար, որովհետև Ամերիկայում են արդեն իրանք ամեն ինչ ունեն 150,000 դևի փառաբանման տոն են անում Հիտլերի հետ պայմանագիր են կնքում որ Հիտլերը նպաստի Իսրայել չեն ժամանակ Պաղեստին տեղափոխեն բոլոր գերմանացիներին իսկ ինքը շատ կողմ էր Հիտլերը շատ կողմ էր որովհետև բոլոր բարդելները բոլոր կլուբները, բոլոր տեսակի այլասերվածության օբյեկտները դրանք քրեական են, պատկանում են դրանք։ Ինքը սիրով ասում է գնացեք եւ դիմացնել, տալիս են այդ գազային կամերաները, որոնք որտեղ պետքա վառվեն են հрьяաները, որոնք մերժում էին գնալ։ Հայ, դա փոխադարձ շահավետ process էր որի կուտակերավ Հիտլերը, այդ ամբողջ գերմանական մի ազգ 100 տարի դրա գինն է վճարում։ Այո։ Of the Jewish Agency for Palestine. The romance of a people which the Jewish Agency for Palestine Նեխոսով։ Իմ ջալոց, այս բանի մասին խոսացել է Մել Գիբսոնը, ասել է, որ Հոլիվուդի Մարտակերները պետքա մահապատժի ենթարկվեն։ Ուղղակի ասելով այս կինն է ամենամեծ մարտակերը եւ Լեոնարդո դիկապրիոն։
Մշտական դիրքը դրա մասին խոսում է։ Ու փաստերը կան։ Իսկ այս մասին ամենահետաքրքիր ձևով արձագանքում է հենց Իրանը։ Այս հրթիռը տեսնում եք, սա վերջի սերնդի հրթիռն է, որը թռչում է ձայնը գերազանցելով, ձայնանալեգությունը գերազանցելով 13-ից 15 անգամ, հա, որտեղ վրա գրված է Էփշտինի զոհերի հիշատակին։ Այո։ Այս հրթիռը թռնում է Իսրայել հիմա։ Սա Իրանի նոր պահանջներն են։ Այսօր Իրանը վերջիվերջո հայտնեց իր պահանջները, որ դեպքում է համաձայն զինադատարի։ Ես առաջին օրվանից այս վարքագծի մեջ պատերազմի հետ կապված։ Ես չեմ ասում ներքին քաղաքականություն, իրեն ներքին քաղաքականություն դա ուրիշ թեմա է։ Պատերազմի հետ կապված Իրանի դիրքը, մեթոդաբանությունը, ամեն ինչ ուղղակի sense իմ կարծիքով եմ ասում, իմ համար ծայրագույն, sense մշակված արժանապատվության դասական դրսևորման ձև է։ Եվ այսօր ներկայացրել են, քանի որ իրանցից Թրամփը պահանջում է անհապաղ զինաթափում եւ կապիտուլյացիա, իրենք էլ ասում են, այո, դա երբ կլինի։ Օրինակ, մենք պահանջում ենք, հիմա էլ իրանք են ես պահանջներ դնում, ուրեմն, որ առնվազն այս կետերը իրականացվեն, հա, գնանք սենց, նախ առաջին, Նետանյահուն հայտնվի եւ հանձնվի Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից միջազգային քրեական դատարանին։ Առաջին նախապայմանն է։ Ուզում եք զինադադար, խնդրեմ, զինադադար պահանջում եք, Նետանյահուն հանձնում եք միջազգային դատարան։ Երկրորդը Իսրայելը վերադառնում է մինչև հոկտեմբերի 7-ը այդ սահմանին, այնտեղ Պաղեստինում։ Երրորդը չեղարկում եք ձեր գազային բոլոր պլանները։ Չորրորդ վերացնում եք բոլոր սանկցիաները Իրանի նկատմամբ եւ վերադարձնում եք սառեցված միջոցները։ Չորրորդ ճանաչում եք Իրանի միջուկային տերություն դառնալու իրավունքը։ Մի բան, որ ժամանակի երբեք իրենք չեն կնդրացել են, չենք ուզում, ախպետ ջան, մենք խաղաղ բան ենք օգտագործում, ոչ հարստացված ուրան։ Հիմա ասում են, չէ, դուք պետք է մեր իրավունքը ճանաչեք։ Դուրս գաք Լիբանանից, Սիրիայից, Եմենից։ Բոլոր բազաները ամերիկյան դուրս գան արաբական երկրներից։ Թրամփը պետք է հանրային ներողություն խնդրի Խամենեի մահվան համար եւ փոխհատուցի բոլոր սանկցիաները, որոնք իր վրա կդրվեն, ռազմատուգանք։ Արեք կունենաք զինադատար։ Ինչի ասա ասում։ Ճիշտ պահվածք է։ Եվ դրա իրավունք ունեն։ Որովհետև արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում են խոսում վերլուծաբանները, որ ամերիկյան բանակը եւ Իսրայելի բանակը ոչ մի շանս չունեն հաղթելու Իրանի եւ ասեմ ավելին, իրանք պարտվում են ընդեղ արդեն մեծ կորուստներով։ Մեծ կորուստներով պարտվում են։ Ասեմ ինչու են պարտվում, որովհետև այդ երկու բանակները ամերիկյան եւ իսրայելական լրիվ ուրիշ պատերազմի համար էին ստեղծված։ Լավագույն թանկանոց տեխնիկաները, ինչ որ մի քանակություն, էֆեկտիվ հարվածների համար եւ այլն, բայց այնք չեն հաշվարկել, որ Իրանը ուրիշ ձև է վարելու այս պատերազմը։ Իրանի $20,000 դրոնները, որոնք կարողանում են պայթեցնել ցանկացած տեխնիկա, $20,000 դրոնները տասնյակ հազարավոր ուղարկեցին արաբական երկրներ եւ էմիրատներ, ներողություն, եւ Իսրայել, որը հասավ, որը խփվեց, իսկ դրանք խփվում էին մի քանի 100,000 հրթիռներով։ Եվ այդպես մի քանի տասնյակ հազար դրոններ մաշեցրեցին, վերացրեցին եւ հոպը, այսօր
50% աշխատում Իսրայելի հոտը։ Իսրայելում մնացածներն չի աշխատում։ 50%։ Եվ մաշեցրեցին այդ հրթիռների քանակը։ Որից հետո ստիպված է Իսրայելը հայտարարել, որ ինքը դադարեցնում է ակտիվ ռազմական հարձակումները Իրանի վրա։ Եվ հանեց իր ամենակատարյալ զենքը, որը անհասանելի է Իսրայելի համար։ Եվ ինքը այս պայմաններում թելադրում ասում է, «Էս էլ իմ պայմաններն է»։ Նետանյահուն գնում է դատարան, դու կոմպենսացնում ես բոլոր կորուստները, դուրս ես գալի արաբական աշխարհից, գնում ես տուն, վերադառնում եք ձեր սահմանների մինչև հոկտեմբերի 7։ Դե մնացած պլյուս կարևորը։ Իրանը դառնում է թելադրող այս պատերազմի մեջ։ Եվ բոլոր նրանք, ովքեր հույս էին կապել Թրամփի հետ, Զանգեզուրի Միջանցքի հետ, Իսրայելի հետ, կարող են այդ հույսերը փաթաթել մի հատ հաստ, երկար, փշոտ առարկայի վրա, դուք փաթաթեք, ես կասեմ դուք ինչ անեք։ Խոստանում եմ գաղտնիք չեմ պարել, ես կասեմ դրա հետ ինչ անեք։ Եվ այսօր Իրանում կրկին վառեցին հրեաների աստվածները։ Սա արդեն երկրորդ անգամ են իրանք վառում։ Իրանց բաներն էլ կողքե դրած հրթիռները։ Պետք է ասեմ Մեքսիկայում էլ վառեցին մեկ շաբաթ առաջ։ Մեկ շաբաթ երևի չէ, պատերազմը սկսել էր արդեն, երբ մի 3-4 օր առաջ։ Սա արդեն երրորդ դեպքն է, որտեղ աշխարհում վառում են հրեաների աստված սատանային։ Ու մակետ է, էլի բան։ Եվ որոշ վերլուծաբանների հենց սա է ամենամեծ տրիգերները, շարժառիթները հարձակումը արագացնելու համար։ Դե արագացրեցին, ստացան իրենց պատասխանը։ Հիմա ամերիկյան մեդիաների ես ցույց տամ ինչ են ասում այս պատերազմի մասին եւ Թրամփի մասին։ US politicians have admitted Iran is all about looting it, taking the oil, they say. Watch this. Երեք ես այս հաղորդման մասին ասել եմ արդեն, որտեղս Լինսի Գրեմը, որ ամենակարկառուն ներկայացուցիչն է AIPAC-ի Իսրայելի Թրամփի ադմինիստրացիայում, իր շուրջը, հա, ասում է, պատերազմը 30% մեկ նավթ ունենք արդեն աշխարհի համար։ Սա դրա համար է, ասեք։ When this regime goes down, we're going to have a new Mideast. We're going to make a ton of money. Nobody will threaten the straits. Ասում եմ, ես ռեժիմը ընկնի, մենք ունենալու ենք նոր միջինալվել եւ լիգապող։ Հիմա ամերիկացի մտածում է, իվարկյան։ Ես օրական 1 միլիարդ եմ ծախսում այս պատերազմի վրա, օրական։ Պլյուս։ Ամերիկացի զինվորներն են այնտեղ զոհվում, ոչ մեկ դեռ չգիտի ինչքան մարդազոհ է։ Այդ թվերը 4 հոգի, 6 հոգի հիմար թվեր են։ Ոչ մի ձևով չի հիմնավորված։ Եվ սրանք ոգևորված ասում են մենք հեսա փոխում ենք ընդ լիքը փող ենք ունենալու։ Լիքը փողը ամերիկացի բնակիչը, որ հարկերամուծում, հարկերով դա իրականացնում եք, այդ փողը երբեք իրեն չի եղել, չի էլ հասնելու կյանքում։ Այդ փողը ձեր համար է։ Եթե դա իհարկե ստացվի, էլի։ Այ բայց եթե չստացվեց, դրա պատասխանը տալիս է ամերիկացի ժողովուրդը։ Հուսով եմ դուք եք գնաք դատարան։ Of hormones again. Okay, so we're going to make a ton of money, says Lindsey Graham. White House official also says that the U.S. is going to steal all the oil. This is a long-term game because what we want to do is get such massive oil reserves in Iran. Ասում են, երկար կռիվ է, ինչ մենք ուզում ենք անենք, ստանանք բոլոր նավթավորների նկատմամբ սեփականության իրավունք։ Դա լինի մեր։ Սա պատերազմի իրական շարժառիթները, բայց չէ՞ որ այս ամեն ինչը նաև ունի հետևանքներ։ Եվ այսպես Կանադան Wall Street. Mark Carney's government just revoked the operating licenses of JP Morgan, Goldman Sachs, Morgan Stanley, Bank of America, Citigroup, and Wells Fargo across. Խոսքով Կանադան այս բոլոր հիմնարկների ամենակարևորը ամենամեծ ֆինանսական կառույցների լիցենզիան չեղարկեց Կանադան։ Իր տարածքում ես ֆինանսական մագնատները, ֆինանսական գաղութարները այլևս
իրավունք չունեն լինելու։ Պատերազմ եք ուզում, ստացաք։ Պատերազմ եք ուզում, ստացաք, վերջ, դուք էլ ֆինանսական, դուք պատկերացրեք ինչ կլինի, եթե հանկարծ մի օր Եվրոպան ասին JP Morgan, այդ Ռոթշիլդների բանկեր, վերցեցիք ու թռեք մեր տարածքից։ Ռոթշիլդների մի քիչ դժվար կլինի, բայց ասենք մնացածին հանգիստ կարան անեն։ Բայց Ռոթշիլդներից է բանկերից էլ ինվեստորներն են իրենց բանկերը հանում։ Իրենց փողերը ինվեստորները հանում են Ռոթշիլդների բանկերից։ Իսկ Ռոթշիլդները ստիպված են լինելու պատերազմներ հովանավորել դեր։ Այո։ Իսրայելի փոխության ծրագիրը իրենց մտածել ոնց են փրկելու, որովհետև շուտով այդ ամեն ինչը վերանալու է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները էլ չի անելու դա։ Ինչի եմ դες մտածում։ Տեսեք էսա։ Ուրեմն Խալաֆ Ահմադ Ալ-Խաբտուր միլիարդատեր Դուբայի ապահովագրության նախագահ, այդ ամենամեծ կամպանիայի նախագահ, ինքը պարզ հարցեր է տալի Փաշինյանին Թրամփին, ասում է մի վարքան, ձեզ ով է տվել իրավունք իմ երկիրը քաշել պատերազմի մեջ։ Մենք հոդեր ենք տեսման պայմանավորել։ Ու ասում է Փաշինյան Նիկոլ ականջները բացի ուշադրի լսի, ասում է փաստորեն, իշմեք էս ինչ է ասում այդ խաղաղության այդ խորհուրդը, հա, Թրամփի կլուբի ինչի է ստեղծված, որպեսզի քաղաքական պլատֆորմ նախապատրաստի Նետանյահուի համար։ Քաղաքական, դա աջակցություն չէ, ինքը մենակ է, աջակցություն է պետք։ Եվ հավաքեց արաբական երկրներ, ու են քոսոտ կողքից երկրները, մոտավորապես Ղազախստան, Հայաստան, Ադրբեջան եւ այլն, որտեղ գլխականակի համար իրանք պետք էին։ Պաստորեն հավաքեց եւ ասեց մենք խաղաղություն ենք անում, մենք պետքա գազան սարքենք։ Հիմա ասում եմ մի վարքան, դու պաստորեն մեր անունից խոստացար, որ դու խաղաղություն ես վերելու, դու մեր անունից սկսեցիր պատերազմ, որի առաջի տողժողը դառնանք մենք, դու մեր անունից արեցիր, ով է քեզ այդ իրավունքները տվել։ Եվ արաբական երկրներում կոնսենսուս կա, որ բոլոր իրենց ֆինանսական ծրագրերը, որոնք պատրաստվում են իրականացնել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, սառեցվում են ուղղակի։ Դա տրիլիոնից ավել գումար է։ Տրիլիոնից ավել գումար է արաբական երկրները, որ պետք է ներդրեն Թրամփի ֆինանսական համակարգի մեջ։ Եվ ավելին ասում են, դու մեզ հələ պետք է հաշիվ տաս։ Դու ամեն մեկից այդ $1 միլիարդ որ վերցրեցի այդ կլուբի անդամ սարքելու համար, դրանք ինչ է սարել։ Հա՞։ Շատ ծանր է լինելու Նետանյահուի վիճակը, շատ։ Եվ Թրամփի։ I go back to South Carolina, I'm asking them to send their sons and daughters over to the Mideast. What I want you to do in the Mideast, to our friends in Saudi Arabia and other places, step forward and say, this is my fight too. Ես նույն լիցիգրեն, ասում ես գնացել է Հարավային Կարոլայնա, որտեղ խնդրեմ մարդկանց, որոնց երեխեքին ուղարկեն պատերազմ եւ միջին արևելքի երկրներին են խնդրում, որ իրանք ասեն, սա մեր պատերազմն է։ Մնացել են մենակ յետիմները։ Այսպես ընկնեք դռնեդուր խնդրեք, որ ձեզ օգնեն։ Պատկերացրեք գնացել է մարդկանց, ասում է դու երեխու տանենք սպանենք իմ համար։ Ու այն երկրներին, որոնց իրենց պատճառով ջնջել են, ու այդ երկրները օրական թվով ես չգիտեմ, չեմ կարող ասել ինչքան են կորցնում, բայց կորցնում են եւ վստահություն են կորցրել մնացած երկրների նկատմամբ եւ տուրիզմն են կորցրել, որտեղ հիմնական եկամուտը նաեւ տուրիզմից է, նավթի վաճառքից բացի, իսկ նավթը չեն կարողանում վաճառել, որովհետեւ Հորմուզի նեղուցը փակ է, այսինքն մի ամբողջ ֆինանսական համակարգ պայթում է, սա անգել ասում ամերիկացիներին ձեր երեխեքին տվեք, տանեք սպանեք։ Այ ինչ է կարծում սրանց վերջին ինչա լինելու։ Հիմա ես ասեմ ինչա լինելու։ Իմիջիալոց ասեմ, որ այս ամբողջ ընթացքում Իսրայելը մի պոստի համար, ասեք եթե զվարը, պայմանավորում իրենց հետ ասեմ, ես օգնում եմ ձեզ, ես պատրաստ եմ օրական, մի հատ կամ երկու հատ կամ 10 հատ լավ բան գրել Իսրայելի համար, ես դա համար կվճարեմ $7,000։ $7,000 գին ունի սահմանած Իսրայելը, այփակը, ով աջակցում է
պատերազմի համար փող են տալ։ Եվ մի մասին տվել են, մի մասին գցել են։ Այս դեմքերը ովքեր մտել են այս պայմանավորվածության մեջ, հիմա արել են գործը, փողերը չեն ստանում։ Բա։ Կամ սրանք արդեն հույսները կորցրել են, որ դա էֆեկտիվ է, կամ էլ փող չունեն։ Փող չունենալու վրա այդքան ես վստահ չեմ, որ սան կարող է սրանց փողերը այդպես շուտ վերջանա։ Չէ, որ ինքը կարող է վերջանա, հա, բայց ոչ այսքան շուտ։ Ոչ այսքան շուտ, էլի, իրանք այդքան աղքատ չեն, դեռ կա իրանց մոտ փողի քանակություն։ Ուղղակի եւի հասկացել են, որ արդեն դա չի օգնում։ Չի օգնում, որովհետեւ ընտրությունները այլ բան են ցույց տալի, այլ։ Netanyahu gave a speech in Hebrew yesterday and said he has a major surprise for Iran that will completely destabilize the country. Netanyahu is asking Iranians to lay down their weapons and surrender or face death. I'm really starting to wonder if this is a threat for a nuclear option. I will be surprised if they do, but at the same time, I won't be surprised at all because you can't put nothing past these guys. It may be because of the fact that the Israeli Health Ministry today said at least 1,929 Սա մասին դեռ խոսել ես երկրորդ մասի, առաջի մասն ասեմ։ Նետանյահուն էլ լսել է Իրանի պահանջը եւ ասում է հանձնվեք, թե չի կմահանաք բոլորդ։ Սա ակնհայտորեն միջուկային զենքի օգտագործման մասին է խոսքը։ Ես կասկած չունեմ, որ եթե իր գլխից չխփեն այնտեղ, միջև դա հրամանատալը, ինքը դա օգտագործելու է։ Որովհետեւ այն հանգամանքը, որ արդեն այդ փողերը չեն տալի իրենց գովազդի համար, հասկացել են, որ իրանք ակնկալիք չունեն, իրենց ոչ մեկ էլ չի աջակցում։ Ու ընտրությունները Ամերիկան դա են ցույց տալի։ Պատերազմում կորցնում է։ Բացի այդ միջուկային գլխիներից, որ իրանք մնացել է, ոչ մի բան չի մնացել Իրանի վրա ազդելու։ Իսկ Իրանը օգտագործում է իր գեր ձայնային հրթիռները Իսրայելը ավերակների վերացնելու համար, որովհետև թել են ինֆորմացիա։ Արդեն 1900-ից ավել հոսպիտալիզացված է։ Մահացանների մասին խոսք չէ։ people have been hospitalized, including 157 in the past 24 hours. Մենակ 157-ը վերջի 24 ժամվա մեջ։ Սա վիճակը։ Իհարկե մահացածների մասին չեն ասի։ Ինքը ասում է, այս պատերազմը չի կարելի երկար տևի։ Ինքը վերանում է։ Որովհետև այդ հրթիռները չի կարողանում խփի։ Միջազգային աջակցություն 0 չունի։ Ամերիկայի աջակցություն վերջանում է, արդեն Լինսի Գրեմը անգելա դռները ծեծում, որ ասի ապե, լիքը փող ենք աշխատելու, ձեր երեխեքին տվեք, ստանեք, սմանեք։ Իսկ արաբական երկրները ասում են դու լետեղնելու մեծ պատասխան տաս, դու մեր երկրներն ինչ ես քաշել պատերազմի մեջ։ Եվ այսպես պատերազմի ատոմային ռումբի հավանականությունը օր-օրի ավելի մեծանում է։ Իսկ այսօրվա Իրանի նոր պահանջից հետո դա դառնում է լրիվ իրական իրավիճակ, դա այդ հանցագործությանը գնալու համար։ Իսկ կասկած չունեմ, որ հрьяաները առանց աշկը թարթելու կանեն։ Նրանց համար մի քանի 100,000 մարդ սպանելը հերթական բանն է, զոհաբերությունն է իրենց սատանայի։ Since the start of the Iran war, plus all the destruction we have been seeing. And like I said, 157 people were injured just yesterday. If they do join, this will be a 3-front war for Israel with real armies. Իսկ կողքսել հութիներն են ավելի լայն մասշտաբով մտնում պատերազմի մեջ։ Մի խոսքով, ծանր սպասենք, ես կասկած չունեմ, որ տայլանդակները դա կուզենան անեն, եթե իհարկե իրեն չխփեն միջև հետ։ Չկանխեն ինչ-որ ձևով, իսկ սա ամենահետաքրքիրն է։ Ջեդի Վենսը հայտնվել է, Ջեդի Վենսը կորած էր, լրիվ կորած էր, ձեն չկար, այսօր հայտնվել է, ասում է, գիտեք ինչ, Վաշինգտոնը Իրանում ռեժիմ փոխելու մտադրություն չունի, մեղմացել է, ինքը ասում է ակնկալում է, որ ընդհանրապես պետք է Իրանը հրաժարվի միջուկային իր ծրագրերից։ Սա իրան ուղղակի տեղ ապահովում, վստահ լինելով, որ շուտով Թրամփ գոյություն չունենալու որպես քաղաքական ֆիգուր, հա, եւ ի պաշտոնը ինքը դառնալու է նախագահ, ու ինքը իր հիմիկվանից ինքը ասում է, երբ որ ես լինեի նախագահ, ես ինչ էի ակնկալելու Իրանից։ Միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ, հա, այդ մարդիկ միշտ են պատրաստ։ Բանակցությունների ընթացքում 3 անգամ այդ մարդկանց վրա կրակել եք։ 2 անգամ Իրանի վրա, մի անգամ էլ Կատարում։ Ամբողջ մի դելեգացիա ոչնչացեցիք։
Դուք չգնացիք հանդիպման, այդ տարածքը ռմբակոծեցիք։ Արդեն Վաշինգտոն Պոստն էլ գնում, որ Իսրայելում հարց են տալի, այդ պատերազմը երբ է վերջանալու։ Ոնց որ չեք կարող հաղթեք։ Իսկ ինչ եք անելու վերջանալու համար։ Վերջանալու համար արդեն Իրանն է ասել այն ինչ են ակնկալում վերջացնելու համար։ Նետանյահուն գնում է։ Բանտ դուք վերադառնում եք ձեր սահմաններին, Թրամփը կոմպենսացնում է, եւ դուք պետք է ճանաչեք իմ միջուկային տենիսոն լինելու իրավունքները։ Ոնց է։ Այն ինչ որ ասում օդի մեջ հոդինած ինֆորմացիաներ չեն եւ եզրակացություններ չեն։ Ամեն ինչ sense բանի նման, puzzle-ի նման գալիս ընկնում է իրանց տեղը։ Ես գիտեմ որ Հայաստանում այս ինֆորմացիաները ցավոտ տանողներ լինելու են, շատ ցավով։ Բայց կներեք ձեր հույսերը չարթարացան։ Ձեր հույսերը չարթարացան։ Սիոնիստները չեն կարող հաղթել Իրանին։ Սա հետաքրքիր իմջալոց բան է, ինֆորմացիա։ Ես դու գիտեք որ 1919 թվականին Փարիզի վերահսկողում Իրան ինչա պահանջել, որ իր իրավունքները ճանաչեն եւ հետ վերադարձնեն Բաքուն եւ Թիֆլիսը։ Փարիզի վերահսկողում փաստորեն Իրանը դες պահանջներ ա ունեցել։ Սա գիտեք ինչ եմ ասում։ Կարող է։ Կարող։ Ասում են ախորժակ մտերմուց է բացում եսի։ Քանի որ Ամերիկան միշտ մահմեդականներին Իրանին ներկայացնում է որպես բան լունատիկների, կրոնամոլների, հա, ասենց ինչ որ մոլագարների ակումբ, ասես մի հատ հետաքրքիր նկար են դրել, էլի, հիմա այստեղով է կրոնամոլ մոլագարը, ով կպատկերացներ, որ ասենց բանը հնարավոր սպիտակ տանի։ Այո, հնարավոր է։ Միայն Թրամփի ադմինիստրացիայի ժամանակ, որովհետև սրանք բոլորը գիտեք ովքեր են։ Այո, սրանք Էփշտինի կառավարությունն է, որոնք պաշտում են այն դեպի։ Էլի վատ տոնություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, որ այդ Էփշտինի քրեական գործերը սկսել են Ամերիկայից բացի քննել Բրիտանիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում եւ Լիտվայում։ Բա սկսել են քննել արդեն եւ իրանք կամ արդեն ունեն կամ պահանջելու են խմբագրված օրինակները, որ նրանք կարողանան դատավարություններ իրականացնել։ Ինչ ասելու, Պեն Բոնդին ասելա չունենք, չկա։ Պատկերացրեք ինչ կլինի այդ երկրներում բացահայտեն իրական անունները ովքեր են ընդգրկված։ Իրական ամբողջ պատմությունը։ Վաղ թե ուշ լինելու է։ Իրանք հույս ունեն այս Ռոդբերի պայթյունը դադարեցնել այս խոսք չկա այդ հանցագործությունների նկարագրելու համար, հա։ Այս մարդկության համար ամենավտանգավոր կուլտի, ամենախայտարակ հանցագործությունների, բանկասպանությունների այս դարավոր արդեն երևույթը մարդիկ չեն հանգստանալ, որովհետև գիտեք ինչ։ Ոնց ուզում եք ցեք բռնել, մարդը կարող է կոռումպացված լինի, բայց ամեն դեպքում իր համար երևի իր ընտանիքի ինչ-որ մի բան արժի, հա։ Իր երեխու ապագան, երեխու կյանքը ամեն դեպքում արժեք ունի։ Ու հրեշի վկաները, հետևորդները, դրանք հաստատ շատ չեն լինելու ավելի, քան նորմալ մարդկանց։ Եվ վաղ ուշ սա վերջանալու է, ես լավատես եմ այդ առումով։ AIPAC tried to rig the game and wound up electing one of the most anti-AIPAC candidates. Սա էլ փաստն որ ասում է իրանք հասկացան որ արդեն ամերիկան կորցնում է։ Ինչ եղել Նյու Ջերսիում։ Ընտրության այս երկու փուլում 3 տեխնացու։ Մեկը լրիվ իրանք վճարացնա, մյուսը նեյտրալ, այն մյուսը հակառակ, այսինքն բանը հակաիզրայելական։ Այն որ AIPAC-ի տեխնացունը միշտ խոսացել է Իսրայելի հետ բարեկամության հետ կապված, որ բանա իր ընտրաշավում սկսել է խոսել նրա մասին, որ իր ընտրվելու դեպքում Իսրայելի նկատմամբ օգնությունները չեն լինելու սենց ջրի նման, հա, դա պետքա
քննվեն, արդյոք արժի տալ, արդյոք չարժի տալ, պատկերացնում եք, համ սնվում է հрьяաներից, համ էլ վախենում է ասի, չէ, մեր ամեն ինչը պետք է գնա այնտեղ։ Ես ասում եմ, չէ, այս ընտրությունները լինելու է հակաիզրայելական լոբինգի տակ, լոզունգների տակ, այսինքն ով հակաիզրայելական է, ինքն է շահելու է։ Եվ այսպես իզրայելական լոբինգի ներկայացուցիչը սկսում է ոչ այնքան իզրայելական տոնով խոսալ եւ ինչ են անում էի փակում։ Դնում են $2 միլիոն հակագովազդի համար սրա։ Որ հանկարծ սա չընտրվի։ Սկսում են խայտարակ իրեն ապականող դե բան են, չէ, ամեն ինչի լա ֆայլերը կա, փաստերը, կոմպրոմանտները։ Դնում սրան ոչնչացնում են եւ ով անտրվում են այսա ձենտվողները հերսում են ասում են ոյ, այտենցա ընտրում են ամենա հակա իզրայելական անի դեմոկրատի որն ասում է ոչ մի կոպեկ չի գնա դեպի Իսրայել ու ձայները գնում է դրա դրա համար եմ ասում Իսրայելը հասկացել է արդեն իր օրակարգը Ամերիկայում չի աշխատում էլ այսինքն նույնիսկ եթե ինքը կարողանա գտնի մի 5-10% իրեն հավատացող կամ իրեն ծառայող սենատոր ապագայում կամ դա կարող է ինչ-որ մի բան է իր համար, բայց այս մասշտաբի կոտորած ինքը ոնց որ հիմա իրականացում Ամերիկայի Միացյալ Նահանգներում չի կարողանա։ Իրան մի բան է մնում։ Այս պատերազմում հաղթելու համար։ Միջուկային զենքի օգտագործումը։ Բոլոր հնարավոր տարբերակները վերացած են։ Սա ինչքանով է հնարավոր իրականացնել, ես չեմ կարող ասել։ Հույսով եմ Իսրայելում բոլորը չեն Նետանյահու։ Իրան կարող են ամեն դեպքում մեկուսացնել։ Կհասցնեն երևի, որովհետև դա իրականացնելը ոչ միայն մի քանի հազար կյանք խլի Իրանում եւ դարերով դա կտարածվի տարածաշրջանում ճառագայթումը, հա, դա իր հետ բերելու է Իսրայելի տոտալ ոչնչացումը, որովհետև դրանից հետո այն մի մասը, որ Իրանում կմնա, իսկ Իրանը ամբողջ է տարածքը հնարավոր չի ոչնչացնել, հա։ Միջև էդի կգա կհասնի տեղ, ամբողջ արսենալը մի քանի հազար գերձայնային, ինչու իրանք ունեն։ Ինչով ասեմ, այդ գերձայնային հրթիռները միջև ասած 100 ֆուտ բետոնային, 100 ֆուտը դա մոտավորապես 30 մետր։ 30 մետր բետոնա ծակում ներքև։ Այսինքն ոչ մի խաղաղ բնակչության համար նախատեսված բունկեր 30 մետրանոց բետոնային ծածկ վերևի չունի։ Կարող է հատուկեն մի հատ երկու հատ բունկեր լինեն կառավարության համար, որտեղ իրանք բախկվեն։ Կարող է, ես չեմ ասում, բայց Իսրայելում ժողովուրդ չի մնա։ Այո, հարազարավոր իրանցի սպանի, գուցե միլիոն սպանի, գուցե 2 միլիոն սպանի, դրանից հետո ասենք չգիտեմ միլիոնավորները ճառագայթեն, բայց Իսրայելից ոչինչ չի մնա դրանից հետո։ Այդ չեմ ասում աշխարհի երկրները ինչ կանեն իրան, հա։ Միջուկային զենք օգտագործել են, այսինքն հավերժ փակվում է Իսրայելի թեման։ Հավերժ։ Եթե այդ օրներ ինքը չվերանա, ինքը տնտեսական, ռազմական, քաղաքական սանկցիաների արդյունքում ինքը կդառնա բանկրոտ երկիր։ Այս երկիրը վերցրել է բանկրոտության ոչնչացման ուղին։ Եվ Զանգեզուրի միջանցքի մասին այսօր խոսացողը իմ աչքում ոչ միայն ապուշ է, ավելի քան ապուշ է, էլի։ Չէ։ The first time I was raped, I was 6. The first time I was sold, I was 11. Առաջի անգամ ասում եմ, բախած չկա պատմում ասում եմ։ Առաջի անգամ որ ինձ բռնաբարեցին ես 6 տարեկան էի։ Սա Թրամփենք են։ Այն բոլոր են, որ սպիտակ տանը հավաքված են։ Իսկ առաջի անգամ իրան վաճառել են 11 տարեկան։ Տեսնում եք, 6 տարեկան երեխուն ինչ օրն են գցել։ Այդ 11 տարեկանից սկսել են արդեն վաճառել մնացածի վրա։ Այ, նաև Թրամփի։ Թրամփենց։ Շանակությունը չեմ ուզում, որտեղ շանակությունը շատ դաժան է։ Որպեսզի հասկանաք ինչ ռեժիմ պետք է ոչնչացվի, որը ղեկավարում է եւ Իսրայելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ոչ մի նորմալ մարդ չի կարող այս ամեն ինչի կողքով անտարբեր անցնել։
Եվ մտածի, որ սա նորմալ է, սա կարա գոյություն ունենա։ Վերջապես երկու հոգի։ Today, some of the Epstein victims got justice because the Alexander brothers were found guilty. Ալեքսանդր եղբայրները վերջապես երկու հոգի Ամերիկայի Միացյալ Նահանգներում դատապարտվեցին։ Որպես սեքս տրաֆիկով զբաղվող։ Երկու հոգի ընդամենը։ Բայց ոչինչ, սա սկիզբն է։ Ենթադրում եմ մեծ հոսք կլինի, մեծ հոսք այդ դատվողների։ Երբ որ Թրամփը կընկնի։ Republican Congressman Andy Ogles just made this disgusting tweet. Muslims don't belong in American society. Սրանք արդեն հասել են այնտեղ Թրամփին, որ ասում են մուսուլմանները, մահմեդականները չեն պատկանում ամերիկյան հասարակությանը։ Ասել այդ абսուրդին, վաղը կարող է ցանկացած մահմեդական իրան դատի տա, սրա համար դատի տա։ Նախ որ սահմանադրությամբ այդպես չի սուտա, երկրորդը սա ռասայական խտրականության դրսևորումը բացասիճան Պաշինյանի կողմից։ Սրանք արդեն էլ բռնելու տեղ չունեն։ Սրանք այն աստիճան են ապուշացել, որ ինչ մտնելով անցնում է ասում է։ Իսկ Like, բանը ավիաբազա է Իսրայելում։ Դավիթի ավիաբազան է։ Ոչինչ չի մնա Իսրայելից։ Էլ Իսրայելը իրանական հրթիռների դեմը ոչ մի համակարգ չի կարողանում աշխատել։ Իսկ սա ամենահետաքրքիրն է։ Դեռ Կոլումբիայի նախագահն է բանանում խորհուրդ տալի կոչ անում, որ միջազգային դատարանը սկսի հետաքննություն Թրամփի նկատմամբ։ Այո, հետաքննություն Թրամփի նկատմամբ։ Կոլումբիան կոչ անում միջազգային դատարանին։ Դատվելու է Նետանյահուի կողքն նստելու։ Հուսով եմ մենք կտեսնենք այդ նստանի նստած նաև Ալիևին։ Հենց Նետանյահուն ընկավ Թրամփի հետ, իմացեք։ Սա ռեալ է, ռեալ։ Միջև բոլոր ռազմական հանցագործները չդատվեն, այս ընթացքը չի կանգնելու։ Դա գնանք անցնենք մեր տեղական նորություններին։ Այս ուկրաինական ամենեսի պետք չի։ Գիտեք, որ ժամանակը ձեզանից այսօր շատ տարա։ Փաշինյանը գրեթե ամեն օր Facebook-ով ձեռքով սրտիկ է ցույց տալիս։ Դուք դա ձեզ վերագրում եք եւ որքանով է լուրջ երկրի ղեկավարին նման բաներ անելը։ Նա զոմբիների համար ավարկում։ Իր զոմբիների համար, նետական քայերի համար։ Ովքեր իրան հավատում են, նա ցավարկում։ Նա սրտը գնում է պետքը։ Ես չեմ էլ նայում, չեմ էլ հետաքրքրվում, ուզում եմ հանգիստ մի քիչ ապրեմ, էլի չի ստացվում, էլի լսում ես ստեղ ընդ դժգոհությունները, ժողովրդի մարդկանց, թոշակառուների ամենաշատը, որ թոշակառուների մասին պետք է ղեկավար։ Օհո, Նիկոլ, 24% կողքն է։ Քո ֆեյքերով կարող ես 10% ապահովես մաքսիմում, տխմար։ Առաջի հերթին մտածին։ Կարակ ասեք, որ աշխարհով մեկ ում վարչապետն է, մեկ է TikTok-ում։ Կարակ ինչ որ մեկին էլ ասեք։ Մենակ մեկ վարչապետը, սա աշխարհովն է։ Ոչ, դա որպես ղեկավարի դիմաց չունի։ Ես Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անջատում եմ հեռախոս, չեմ նայում, ցավոք։ Չեմ նայում, իմ կեշնակով այդ մարդը։ Թոշակառուների դա չի վերաբերվում։ Թոշակառու մտածում է, որ այսօր ինչ պետք է, չարի, որ ուտի ապրում է։ Ինչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գա։ Բայց կանան հանդիպեն։ Ախանա ունի, բան ունի, սաղել ունեն։ Չեմ ճանաչում դες կենթանի։ Ոչ մի բան չի փոխելու, հասուն չասես։ Նույն մնալու ենք, նույն ձևի։ Մեր բանակը, որ դա տակից ռեկոնստրուկցիան է, չէ, այն բանակը չի էլի։ Այն բանակը չի։ Եվաղդելի էլի բանակը կար, էլի զինվոր էր, աֆիցեր, հիմա ինչա, ախպերություն ալ։ Աֆիցերը մտքտեն փորս այդ սարք մանա գալիս ատնաշին, դու որտեղ պետք է գալես այս ժամերին, քո տեղում։ Ասում թե աֆիցերն հատան, ոնց է զինվորը, ախպերությունա, ով է տեսել զինվորը աֆիցերը ախպերություն է։ Պետք է սուբարդինացիան պայ որ ինչա բանակը լի, ախպերությունա։ Այդ դրաման ես ինչքան եմ տեսել ջոկեր հրամանատար չէ, զինվորը ասում դու ով ես։ Դատա բան կլի, այդ որ մենք կորցրել ենք այդ Ղարաբաղը, ոչ մեղավորությունը մեր ղեկավարներն են, էլ ոչ մեկը։ Թավաճանությունը
Այդ մեզ բանը կարոջը շատ հարցեր կան, նիզա что ընտրեկը գնացին զովեցին, նիզա что։ Եկա բանկ ասելու։ Ամենակարևորը։ Եկա այնա արդեն Եկա, նա մեջ էլ հաստում ասել։ Չեմ են ուզի հանդիպեն, հանդիպակցում չեմ են ուզի հանդիպեն, հենց մարդկանց թերու։ Կասեմ մի քիչ մտածի նոր խոսա։ Նախադասությունը միջև վերջացելուց հետո մի փոխի ուրիշ նախադասության։ Իրա տունը ընտանիքը ոնց ինքը պարամա, թող նրա կեսներ մեջ պահի։ Կասեմ մի քիչ մեր փոշակ ավելացրու չեն կարում ապրենք։ Խոշան ես հագıb չեմ։ Բայց որ հանդիպեք ինչ կասեք։ Ոչ մի բան խոսալ չի պետք։ Այդպես կես խոսալ չի ասում։ Սա է իրականությունը ժողովուրդ ջան, ով ինչ ուզում է թող ասի։ Ով ոնց ուզում է թող Փաշինյան Նիկոլի գով քանի լուրջ դեմքով, սես նստի, շատ լուրջ ասի, դե 24% ունի մարդը։ Այս հաշվերա պետք է, ես գիտեմ, դες մարդիկ էլ կան։ Դե եթե կարելի է դրանց մասին որպես մարդ ասել։ Դե արդեն ես ձեզ ասեցի, ով այդ թվերը նկարել, երբանից է իր աջակցությունը հայտնել Նիկոլի, հասկացիք, այտենց կազմակերպության ղեկավարները չեն գալի աջակցություն հայտնելու։ Դրանք սոցիալական խմբերի ուսումնասիրող մարդիկ են, դրանք գիտությամբ են զբաղվում, ոչ թե եկել են աջակցություն։ Դե աջակցություն ասեք ու հայտնեց, էլի նկարեց 24%-ը ու գնաց։ 24% էլ չես հավաքել Փաշինյան Նիկոլ։ Դա չի կարևորը։ Նույնիսկ վերադառնամ ուժայիներին, ազգերի ուժայիններ։ Պատրաստվել է պետք հունիսի 8-ին։ Գուցե ավելի շուտ ամեն ինչ լինի, ես չեմ կարող ասեմ, բայց հունիսի 8-ը դա վերջնաժամկետն է։ Դե հունիսից 8-ից հետո մենք 8-ից սկսած մենք ունենալու ենք այլ իրականություն, որտեղ ամեն վայրկյան կարող է սրանք օգտվել այն իրավիճակից, դիրքից, որը Փաշինյան Նիկոլը իրենց սկուտերի վրա նվիրել է։ Իսկ բոլոր նրանք, բոլոր են անառակի ծնունդները, որ սա մասին չեն խոսում։ Բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են Փաշինյան Նիկոլ, պետք է իմանան, ոչ թե նրանք անառակի ծնունդ են աչոտով, հա, չի կարող մեկը վիճարկել այդ հանգամանքը, էլի, այլև իրանք որպես այդ կարգի մեկը իրանք դեղել են հետագայում, ոչ թե բարոյական, իրանք նույնիսկ իրավական պատասխան պետք է տան